իրան պետք է ամբողջության մեջ նայել, հնչել է և Գորդոնի հարցը Ալիևի հայտնի պատասխանով և ռուսաստանցի վերլուծաբան Նաումովի հարցը, էլի հայտնի պատասխանով, ուրեմն Նաումովին պատասխանում է Ալիևը, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բոլոր պրոբլեմները լուծված են և իրենք չունեն որևէ լարվածություն, որ բարձր մակարդակի հարաբերություններ ունեն և այլն և այլն։ Գորդոնի հարցին, այո, այնտեղ էլի կրկնում է իր պրոուկրաինական դիրքորոշումը։ Տեսեք, այստեղ մի քանի շերտ կա։ Նախ Ռուսաստանը անգամ իր դաշնակիցներին չի պարտադրել, որպեսզի ուկրաինական պատերազմի հարցում խիստ պրոռուսական դիրքորոշում ունենան, միայն ըստ էության չգրված պայման կար, որ նաև չքաջալերեն Ուկրաինային կամ պրոուկրաինական դիրքորոշում չունենան։ Շատ նման դիրքորոշում Տոկաևն էլ է հայտնել, ուզում եմ հիշեցնել Ղազախստանի նախագահը, մի քիչ ավելի կոռեկտ ձևակերպումներով, դե Ալիևը այդ նոր ստատուս քվոյի բանից արբեցած է, և բնականաբար իրան թույլ է տալիս նման հայտարարություններ, բայց Մոսկվայից հնչել է հայտարարություն, ես կարծում եմ Մոսկվայում անակնկալ չէր այդ հայտարարությունը, ասել ենք շարունակենք բացատրել Ադրբեջանին, որ մեր դիրքորոշումն է ճիշտ։ Ես ուզում եմ հատուկ մեր հեռուստադիտողների համար ասեմ, որ Ադրբեջանն ու Ուկրաինան շատ վաղուց դաշնակիցներ են։ Եվ դա երկար պատմություն ունի, գնում է մինչև 90-ականներ, կար մի կազմակերպություն ՎԱՄ, որի մեջ գտնվում էին Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանը, սկզբում Մոլդովան, նաև մի փար ՎՈՒԱՄ էր, ավելին 90-ականների պատերազմի ժամանակ նաև ներգրաված են եղել ուկրաինացիներ։ Այսինքն այստեղ եկեք մի հատ բան էլ նայենք, ամենևին հակված չեմ այդ Ալիևի պոռոտախոսությունը ռացիոնալ հիմքով դիտարկելու, բայց եկեք մի հատ ուրիշ շերտ էլ դիտարկենք։ Բոլոր այն խնդիրները, երկրները, որոնք ունեցել են տարածքային խնդիրներ, տարածքային, ասենք Ադրբեջանն էլ է ունեցել։ Միշտ տարածքային ամբողջականության պաշտպանության հարցերում շատ ավելի զգայուն են։ Օրինակ, Սերբիան Կոսովոյի խնդիր ունի։ Չնայած ինքը մեծ հաշվով ռուսամետ պետություն է, բայց ուկրաինական պատերազմի հարցում շատ զգայուն է իր դիրքորոշումը, կաշկանդված։ Էլի դա պայմանավորված է, կրկնում եմ, այն հանգամանքով, որ բոլոր երկրները, այդ թվում Ադրբեջանը, ովքեր ունեցել են կամ ունեն այդ տարածքային խնդիրները, այդ հարցում զգայուն են։ Երկրորդը բացահայտ ռուսամետ դիրքորոշում ունեցող ընդամենը մի քանի երկիր կա, այլ զարմանալի չէ։ Բելարուսն է, Հյուսիսային Կորեան է, Իրանն է, ասենք, բայց Իրանն էլ շատ բառասավորված։ Այնպես որ այստեղ շատ զարմանալի բան չկա, ավելի շատ կարևոր է այն հանգամանքը, որ դա ասելուց անմիջապես հետո մեսիջ ուղարկի Մոսկվա, որ Ռուսաստանի հետ խնդիր չունի։ Իսկն Ալիևի Ադրբեջանի այսօրվա սուբյեկտությունը Ալիևին թույլ է տալի նման հայտարարություններ։ Չէ, բայց այստեղ մի շարք ուրիշ բաներ կա, որ Մինսկի համանախագահ երկրները իրեն դա արդեն մեզ են վերաբերվում, դա արդեն մեզ է վերաբերվում։ Ուզում եմ ասի, որ դուք դիվանագիտական լուծում մի ակնկալեք ուկրաինացիներին, այսինքն կամ ռազմական ճանապարհով խնդիրը լուծում եք կամ չեք լուծում։ Ինչ վերաբերում է ուկրաինական այսօրվա էսկալացիային, դրան էլ երկու բառով անդրադառնամ նոր։ Բուն ռազմաճակատում շարունակում է ուկրաինական զինուժի հետընթացը։ Ուկրաինացիները ուղղակի թիրախավորում են Ռուսաստանի խորքերը, որը որոշակի լոգիստիկ եւ սոցիալական խնդիրներ է առաջացնում Ռուսաստանում, բայց դա չի կարող կանխորոշել պատերազմի ելքը, իհարկե։ Կլինի նոր էսկալացիա, Ռուսաստանի կողմից կլինի ավելի ուժեղ սպառազինության օգտագործում եւ արդյունքում, այսինքն միջև վերջին ուկրաինացին Ռուսաստանի դեմ կռվելու կուրսը արևմուտքի շարունակվում, այդ հոգեվարքը Ուկրաինայի երկարաձգում են Ռուսաստանին վնաս տալու նպատակով։ Այս եթե շարունակվի, լինելու է Ռուսաստանի ավելի ուժեղ հակազդեցություն,
օգտագործել են սպառազինություն, որ միջև հիմա չեն օգտագործել, ավելի ծանր, ավելի ավերիչ ռուսները։ Ի վերջո դա բերելու է Ուկրաինայում ավելի ծանր վիճակի ստեղծման, այս պատերազմում առնվազն Ուկրաինան չի հաղթելու։ Չի հաղթելու, բայց կոլապսի չի կարող ենթարկել Ռուսաստանը եւ հատկապես որ հիմա իրենք լուրջ խնդիր են դրել նաեւ իշխանապողության ներսում։ Դա լուրջ չի։ Լուրջ չի դա։ Դա լուրջ չի։ Իրենք էլ են ներսից փորձում։ Տնտեսական լուրջ խնդիրներ կան, բայց դա կոլապսի չի բերելու։ Տնտեսական լուրջ խնդիրներ կան, դա կոլապսի չի բերելու։ Եվ ընդամենը այդ արևմտյան էլիտաները ցինիզմով հետևում են, թե ինչպես են միջև վերջին ուկրաինացին անհարմարություններ ստեղծում Ռուսաստանի համար։ Այսինքն Ուկրաինայի գործոնը խաղարկելով, ֆիզիկապես Ուկրաինային շահագործելով փորձում են Ռուսաստանի հետ հնարավոր բանակցություններից առաջ ավելի լավ ամբողջ պատկերը մեր առջև ունենալով մենք շարունակում ենք մխրճվել, այո, մխրճվել։ Բայց հիմա Ալիևից բայց դու այդ գինն էլ չունես ինչ-որ Ուկրաինան, ունես որ քեզ այդ նույնիսկ այդ այն աջակցությունը, որ Ուկրաինան ստանում է, դրա մի տոկոսն է։ Բայց նաև բացահայտում է, որ ինքը ճնշումների տակ է եղել։ Հիմա գամա ինքը ավելի լուրջ բան է։ Իրենք իրենցով չեն, այսինքն մեր նախկին իշխանությունների երկու սկանդալային հայտարարություն հնչեցրել Ալիևը, որը Նիկոլ Փաշինյանի շատ անհարմար վիճակի մեջ է դնում։ Առաջինը վերաբերվում է նրան, որ նա ամբողջովին մերկացրեց Ղարաբաղյան քաղաքականության վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի պնդումները։ Այսինքն Ալիևը ասում է մի մարդ, որ բանակցել է, եկեք տենց ընդունենք, հա, ինչ որ ասենք ձեր տաղավարում այլ տեղեր, օրինակ ես, Լևոն Զուրաբյանը, այլ գործիչներ պնդում են, իշխանությունը մեր բերանին գալիս է։ Դե Ալիևը ասում է, որ նույնիսկ կարգավորման վերջի պլանով Ղարաբաղը փաստացի անկախություն էր ստանում Արցախը Լաչինով Քելբաջարով եւ դրա դիմաց ինքը ստանում էր այն 5 շրջանը։ Այն ինչ որ մենք ենք սկզբունքորեն ասում, Ալիևը առաջի անգամ նման հայտարարություն չի արել։ Ալիևը այս հայտարարությունը արել է նաեւ 2016-ի քարորիա Այսինքն նախին իշխանությունները հասել էին նրան, այսինքն Նիկոլ Փաշինյանը ստացել էր հրաշալի ժառանգություն։ Իհարկե, որ ճնշում է միջազգային։ Բանակցային գործընթացը ամենևին էլ այնպես ինչ է։ Պիտի հրաժարվեր Արցախից, այսինքն Արցախը մերն է, Լաչինով եւ Քելբաջարով։ Եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի նախապատերազմյան արկածախնդրությունը, առնվազն Ադրբեջանը պատերազմ սկսելու առիթ եւ թույլտվություն այսպես կոչված միջազգային հանրությունից չստանա։ Թույլտվությունն է։ Որ Նիկոլ Փաշինյանը վիժեցրեց բանակցային գործընթացը, այն հայտարարության, որ սկսում եմ զորոյական կետից, որ Արցախ Հայաստան է եւ վերջ։ Որ միջնորդներին ինչ որ անհասկանալի հիշում եք դες բաներ են ասում։ Որ այդ թեման չի էլ եղել բանակցային։ Եվ դա կանաչ լույս վառեց միջազգային հանրությունը։ Ալիևի պատերազմի։ Չէ, բայց մինչև դա, տեսեք, պատերազմի ժամանակ էլի միջազգային հանրությունը եղել է մեր կողմը։ Դա մինչև հոկտեմբերի 19-ն էր։ Այո, այսինքն մինչև հոկտեմբերի 19-ն է, երբ որ տեսել են, եթե այս երկիրը հանձնում։ Ուրեմն Ալիևը պատրաստ էր նույնիսկ մինչև հոկտեմբերի 19-ը էլի այսպես կոչված Լավրովի պլանի որոշակի շտկումներով վերադառնալ։ Ուրեմն ինչ է տեղի ունեցել։ Հարավային ճակատը փլուզվեց, մեր գիտեք, որ մենակ այդ ճակատն է փլուզվել։ Եվ այդ բոլոր պլանների դերև եղան։ Այսինքն, ստեղ արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանը փակել է դիվանագիտության դուռը, այն որ 18-20 թվերին տենց հողորտում էր եւ այլն։ Որտեղ Արցախը ընդհանրապես չի դիտարկվել Ադրբեջանի կազմում, գոնե առնվազն դա արձանագրում է։ Բացարձակ դա չի եղել։ Որևէ կարգավորման պլան չի եղել։ Չի եղել այդպիսի բան։ Մի հատն ա եղել, բայց այդ մի հատը էլի ես ուզում եմ հատուկ ընդգծեմ, որ այդ մի հատն էլ ուղղակի երանելի լուծում էր, որը հենց Ադրբեջանն էլ մերժել է, այդ ընդհանուր պետության կոնցեպտ կար, եթե հիշում եք 1998-ի հոկտեմբերին, որտեղ Ադրբեջանն ու Արցախը պիտի հավասար հիմունքներով կոնֆեդերացիա կազմեին ընդհանուր պետության։ Հետո ինչ էին բերելու Ադրբեջանը։ Դա դե ֆակտո Արցախի անկախություն, չէ։ Շատ լավ, մեկ այլ ուշագրավ հայտարարություն։ Մյուս հայտարարությունը, որ